2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր բռնի տեղահանված արցախցիներ մնացել են առանց կացարանի։ Պատերազմից անմիջապես հետո լայնածավալ շինարարական աշխատանքներ էին ընթանում Արցախի ողջ տարածքում, տեղահանված անձանց կացարանով ապահովելու նպատակով։ Վերջիններիս համար էլ շինարարությունը դարձել էր աշխատանք ունենալու հնարավորություն, եւ շատերը ընտանիք էին կերակրում ունենալով այդ զբաղվածությունը։ Շրջափակումը դեպի վատը փոխեց նաեւ այս մարդկանց վիճակը։ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով Արցախում 90%-ով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, ինչը պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք մեծ մասամբ ներկրվում էին Հայաստանից։ Շատ բանվորներ կորցրել են իրենց աշխատանքը, ասել է թե ընտանիք կերակրելու միջոցը։ Շահումյանից տեղահանված Նավասարդյանների ընտանիքը պատերազմից հետո վարձով բնակվում է Ստեփանակերտում։ Ընտանիքի հայրը Սիրավազ Նավասարդյանը մինչ շրջափակումը ընտանիքը պահում էր շինարարությունում բանվորի աշխատանք կատարելով։ Այսօր 5 հոգուց բաղկացած ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրը բացակայում է։ Միջով պատերազմում ապրել ենք Շահումյանի շրջան Գյուղմբարեքեջ։ Պատերազմից հետո տարածքները ամբողջական տվեցին, ստիպված եկան քաղաք Ստեփանակերտ, ստիպված եկան ծառայել ենք էլի որպես պայմանագրային։ Պայմանագիրը լրացավ, արդեն մի քիչ էլի խնդիրներ առաջացավ, ընտանիքն հայրս մահացավ, հենց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ամեն էլ 26-ին 27-ի լուսավորվածին ավելի ճիշտ։ Պատերազմը սկսեց, ընտանիքս հանեցի։ Մասնակցել եմ պատերազմի, երկու պատերազմի մասնակից եմ։ Ընտանիքս որ արդեն պատերազմը ավարտվեց, ընտանիքս վերեցինք Ստեփանակերտ։ Սկսենք աշխատել շինարարությունում, ճիշտ է միջոցշինարարությունը ռեստորանում ենք աշխատում, աշխատավարձը հերիք չէր անում։ Վարձը բանել, այտենց կոմունալ հերիք չէր անում։ Ստիպված դուսել է մտաշինարարություն, որպես խառնելի գործ այտենց։ Աշխատավարձը չէի բողոքում, լավ էր։ Հիմա որ ճանապարհները փակվել են, այսպես մնացինք էլ գործ կա ոչի բան։ Տան միակ աշխատողն էր Սիրավազը։ Այսօր Նավասարդյանների միակ եկամտի աղբյուրը Սիրավազի մոր փոքրիկ կենսաթոշակն է մնացել, որը մի կերպ հերիքում է սննդի եւ ատառողջ թոշակառուի դեղորայքի հարցում։ Այս պայմաններում ներկապայիս մայրս է, որ թոշակ է ստանում, ինչ գումար էլի 40,000։ Պլյուս տանա վարձը մի ձև որտեղ որ ասենք խանութներում էլ ինչ-որ նորմալ բան կա, չկա։ Երեխու ձեռքից բռնում ես խանութը, գլուխը կախած գալիս ես տուն, որտեղ ոչի բան չկա խանութում։ Պետությունը վարձ է տալի, դե վարձը զորով ախր տանը հարցեր են գործում, էլի վարձը կոմունալները։ Ճիշտ ասած մենք զանգել ենք սոցիալ նախարարություն, ասում են ներկապայես ինչ-որ պետական, ասենք, մարդիկ աշխատել են ինչ-որ միտեղ պետական սահմաններում, այտենց ներկապայես իրենց ծրագրով է, բայց ովքեր գրանցված չեն աշխատում, հələ այդ ծրագիրը մշակման փուլում է։ Նավասարդյանների ընտանիքը պլանավորում էր ունենալ սեփական փոքրիկ անկյունը, նախատեսում էին բնակարան գնել, բայց միջանցքի արգելափակման հետևանքով տապալվել են պլանները։ Մեզի այս տեղահանվածների Շահումյանի շրջանում սերտիֆիկատ էին տալի, որ տուն առնենք։ Ես նախընտրել էի Հայաստանում։ Դե տունը ճարել ենք, ինչ-որ մի քիչ ֆինանսական խնդիրներ կա, մոտ մի 6,000 սահմաններում, որ պիտի գնայինք, այդ տանը հարցեր լուծեինք, էլի։ Այդ ճանապարհը փակվեց, ասենց էլ մնացինք։ Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը։ Սեփական տանիքին սպասողների հուսահատությունից զատ այսօր մեր շատ հայրենակիցներ զրկված են իրենց աշխատելու իրավունքից։ Իսկ թե մինչև երբ կմնան գործազուրկ եւ մինչև երբ կշարունակվի շրջափակված հայրենիքում ապրողի գոյատևման պայքարը, պարզ չէ։